Հանուն եւ Որդու եւ Հոգուն Սրբու ամեն Քրիստոս հարյաֆի մեռելոց եւ համբարձավ փառոք արհայր օրինյալ է հարությունը եւ համբարձումը Քրիստոսի այսօր այդ հարության շարքի վերջի մասն եմ ուզում խոսել ամփոփել 6-րդ մասը ուզում եմ թվարկել նախ հիշեցնեմ, որ ինչն էր մեզ գլորում դեպի անդունդի հատակ, այդ աղտերը, մեղքերը, ապականությունները, որ 12 կետերով թվարկեցինք, հիմա նորից կթվարկեմ, և հետո ոնց անենք, որ այդ հատակից բարձրանանք վերև, դեպի երկինք, որ հանդերձյալ և բրհարություն առնենք, մեզ համբարձվենք դեպի երկնքի արքայություն։ Հիմա սկզբից աղտերն ու ապականությունները թվարկեցինք, որ 12-ը մեր Եղիշե վարդապետը Սուրբ շատ գեղեցիկ թվարկեց Աստծուն թողնելը։ Դրա հեսա սկզբից մեղքերը թվարկեմ, հետո առաքինությունները, որ այդ 12 առաքինությունները ոնց բարձրանանք։ Երկրորդը մարդու ձեռքի ստեղծվածներին երկրպագելը։ Միայն հին ժամանակներում կուռքեր էին սարքում, արձաններ էին դնում, իբր աստվածներ են, այդ չաստվածները, ու մարդիկ երկրպագում էին մարդու ստեղծված այդ կուռքերին։ Այսօր, որ նայենք, մարդու ձեռքերը ստեղծել են տարբեր բաներ, ավտոմեքենաներ, հրթիռներ, ռազմական արվեստում, տարբեր մարդու ձեռքերի ստեղծած է, և որ նայում ենք մարդկանց մեծամասնությանը, որոշ մասը, անգամ մեքենա սարքել է կուռք։ Պետությունները կուռքեր սարքել են իրանց հրթիռները, որ կարան կործանեն մյուս պետություններին, և այլն, ասենց որ գնանք շատ կասենք։ Այսինքն այն ժամանակ մի քանի ընդամենը մի երևի 10 կամ 6 չաստվածներ կուռք էին սարքել, հիմա այնքան բազմաթիվ է։ Եվ մեծ մասի մոտ կուռքը հենց դրամն է, փողը, նյութը, ոսկին և թղթադրամները։ Եվ ավելի շուտ երկրպագում են այդ դրամին, Աստծուն մոռանալով։ Եվ երրորդը, նորից անզգա իրերին զոհ մատուցելը։ Այդ կուռքերին զոհեր էին մատուցում։ Գիտեք, հիմա էլ մատուցում է շատ պետություններում զոհեր, այն էլ ինչ զոհեր, այն ժամանակ զոհերը մատուցում էին, էլի կենդանիներ էին զոհում, չնայած անգամ մարդկանց, երեխաներին։ Հիմա մենակ Ամերիկայի Միացյալ Նահանգներում զոհաբերում են տարեկան 50,000 երեխա։ Չեմ ասում Չինաստան, տարբեր պետություններ, որոնք մարդակերներ են դարել, մանկակերներ։ Նաև չորրորդը, անխտիր ապականության մեջ լինելը, որ ամբողջ օրերն անցնում են, շաբաթներն անցնում են, ամիսներն անցնում են, տարիներն էլ անցնում են, բայց միշտ նույն մեղքերի մեջ մնում ենք այդ ապականության։ Տարբեր մեղքեր այնքան շատ են, թեկուզ հասարակ ինչ վերցնեմ։ Մեկը կարճվել է երաժշտական գործիքներից, մեկը կարճվել է սպորտային խաղերից, մեկը այնպիսի խաղերից, ու չի ուզում թողնի, բայց եթե Քրիստոս չկա, այդտեղ երաժշտություն օգուտ կտա, եթե Քրիստոսով է, որտև հոգևոր աստվածահաճող երաժշտություն դուրս կգա, որը աղոթական վիճակի մեջ մարդուն կդնի, բայց կան երաժշտություններ, որ ընդհակառակը դեպի աշխարհն է տանում, դեպի սուտ անուրջներն ու ցանկությունները, նաև կրքերաբորբոքում, նայած ինչ երաժշտություն,
որտեղ այդտեղ Քրիստոս չկա։ Եվ դառնում է, որ դա դառնում է մեղք։ 5-րդը, որ նշեց Սուրբ Յոշիան, իր պատկերակցին սպանելը, որ մարդու սպանում է։ 6-րդը, ագահությունը, որ դառնության արմատն է։ Եվ շատ մեղքեր ագահության ծնունդ են, որտեղ արմատը ագահություն երբ որ լինում է, տանում է տարբեր տեսակ մեղքերի մեջ ակցում, անտուր միջև սպանությունը։ 7-րդը ատելությունը, որ արդար մասի անպատղաբերությունն է։ Որ մարդ ատելություն ունի իր ներսում սրա նրա հանդեպ, արդար մասը էլ պտուղ չի տալի քո մեջ, արդարությունը փակում ես, անպտղաբեր ես դարձնում։ Հետո 8-րդը գողությունը, որը աշխարհի ավերածության սկիզբն է։ Ցավոք սրտի մեր ազգի մեջ էր, որ նայում ենք, արդեն երկար տասնյակ տարիներ ապրում ենք, թե Սովետ միության ժամանակ, թե անկախության տարիներին, մեր ժողովրդի բավականին մասը գողացող ձեռքեր ունի, որտեղ հնարավորում է գողանում հնարավորություն կա, թե Սովետի ժամանակ էր, թե անկախության ժամանակ, որտեղ դա գալիս է այն առաջին կետից, Աստծուն թողնելը, որտեղ այդ Աստծու երկյուղը չկա։ 9-րդը հափշտակությունը, որը պատերազմներ է գրգռում։ Սա պետությունները իրար հանդեպ ասում են հափշտակեն, թե իրենց հողը, թե իրենց ունեցվածքը, մարդկանց էլ սպանեն, էլի այդ բոլոր մեղքերը մտնում են դրա մեջ, եւ այդպես պատերազմները այսքանի հազար տարիներ, ինչ Աստված ստեղծել է մարդուն այս աշխարհի մեջ, Կայենից սկսած, հետո գալիս էին փոքրիկ թագավորություններ, անընդհատ իրար հետ պատերազմներ էին վարում, որտեղ ուզում էին հափշտակեին ամեն մեկը մյուսի եղած չեղածը։ Եվ 10-րդ, սուտը, որ Աստծուն ուրանալն է։ Եվ էլի որ նայում ենք, շատերը սուտ են խոսում։ Իշխանավորների գլխից սկսած, մինչև հասարակ ժողովուրդը։ Դա արդեն Աստծուն ուրանալն է, որտեղ սուտ ենք խոսում և խաբում ենք։ Միտեղ Սուրբ գրքում կա ասում է զզվում սուտ լեզվից, շատ տեղեր կա, որ տրված է։ 11-րդը ամբարտավանությունը, որ խեղանդամ է անում հոգիներն ու մարմինները։ Սուրբ գրքում նաև կա, որ ասում է մեղքի սկիզբը ամբարտավանությունն է։ Եվ վերջում ճաշակում ենք 12-րդը մալվան պտուղ։ Եվ հայտնվում ենք, հայտնվելու ենք, եթե մնում ենք այդ մեղքերի մեջ, խորտակվում ենք այդ 12 կետերով մինչև անդունդի հատակը, այսինքն դժողքի հատակը։ Հիմա ինչպես անենք Աստված զորավիկ լինի, ինչ առաքինություններով, որ այս ամբողջը կարող ենք հաղթահարել և բարձրանալ, մեր մեջից հանել այս մեղքերը։ Եվ հիշում եք Սուրբ գրքում շատ ենք ասել, որ Աստված լսում է միայն խոնարհի ու արդարի աղոթքը։ Խոնարհությունը ամենամեծ առաքինությունն է, որ Աստված օգնելու է, զորավիկ է լինելու, որպեսզի հաղթարենք այս բոլոր աղտերը և բարձրացնի։ Եվ այդ խոնարհությունն էլ էլի 12 կետերից է բաղկացած, 12 մեղքերի դիմաց։ Առաջի, որ մեր մտքում միշտ ներկա պահենք Աստծո երկյուղը բացարձակապես խուսափելով մոռացությունից։ Այսինքն ինչ էլ անենք, միշտ Աստծո երկյուղը մեր մտքում պետք է լինի։ Գործում ենք մի բան, քայլում ենք մի տեղ, դե հասկանանք, այս Աստծո է, այդ երկյուղը միշտ օգնելու է,
որ մեր քայլերը ճիշտ ուղղեն եւ չգնան մեղքի դուռը թակեն։ Երկրորդը, որ չսիրենք մեր սեփական կամքը, չուրախանանք մեր սեփական ցանկություններն իրականացնելով, այլ մեր գործերով նմանվենք Տիրոջը, որն ասում է. չեմ եկել իմ կամքը կատարելու, այլ կամքը նրա, ով առաքել է ինձ։ Հովհաննես ավետարանում, եւ ստեղ էլի որ քննում ենք մեզ, քրիստոնյան միշտ պետք է քննի իր անձը, որ տեսնում ենք, որ մի բան մեր կամքով անում ենք, լինում է ուրախանում ենք, բայց երբեք մի հատ կանգառ չենք արվում, Տեր, եթե քո կամքով չի, ինչի պետք է լինի, չեմ ուզում, ոչ էլ ուզում եմ ուրախանալ, քո կամքի մեջ եմ ուզում մնալ եւ հոգով ուրախությունը կլինի միայն այդտեղ։ Երրորդը, որ մեզնից բարձր աստիճաններին ենթարկվենք ամբողջական հնազանդությամբ ի սեր Աստծո, նմանվելով Տիրոջը, որի մասին առաքյալն ասում է. մահվանք չափ հնազանդ եղա։ Պողոս առաքյալն է ասում Փիլիպպեցիներին ուղղված թղթում, հիմա այստեղ մի տեղ կա, միշտ հնազանդ են լինում։ Տեսեք, երբ որ սրբերին առաջ դնում էին ընտրություն, որ պաշտեն կուռքերին, այդ իրանց չաստվածներին, տես միշտ հնազանդ են եղել, որտեղ Աստված տալիս է միշտ երկրորդ դուռը, հետո դնում էին երկրորդ պայմանը, եթե չընդունեք, նահատակվելու եք, սպանելու ենք կամ տանջելու ենք, սպանելու ենք։ Իրանք էլի հնազանդում են, ասում են երկրորդ տարբերակը։ Աստված միշտ մի դուռ թողում է, որ դու այդ դռնով մտնես, որ այդ պատվիրանը կատարես, որ հնազանդ ես։ Եթե գալիս են այդ հարցով, որ պետք է ուրանամ իմ հավատքը, հա, մեր Տիրոջը, մեր Աստծուն, քավլեցի, բնավ որ չէ, բայց ինքը թողում է մի դուռ, իրանք առաջարկ են անում, չէ կնստես, սիրով գնամ նստեմ, բանտարկվեմ, տանջվեմ ու նահատակվեմ, բոլոր սրբերը տենց էլ արել են, որտեղ իրանք Քրիստոսի նվիրված անձինք էին, Քրիստոսի որդիներն էին, եղբայրներն էին, ընկերներն էին, դրա համար գնում էին նահատակության։ Եվ որ կարդում ենք շատ մեծ սրբերի նահատակությունները, սկսված առաքյալներից, այսինքն մարգարեներից, մինչև Քրիստոսի մարտանալը, մարգարեները ինչ ձևի նահատակություններ էին ապրում, տանջանքների, հետո գալիս են առաքյալները, հետո են 72 աշակերտները, որ իր աշակերտներն էին, որ էլի շատերին համ խաչում էին, բրիչներով քերում էին իրենց մարմինը, արյունը հոսում էր, որ ասում են, չէ, պետք է պաշտես սրանց, փոխի, մի հավատա։ Անգամ հետո այդ այրված, պոկված տեղեր, որ արյուն էր գալի, մոխիրով տակ այրում էին, բայց այդ սրբերը երբեք չուրացան Տիրոջը, եւ դրա համար Աստված տարավ իրենց երկնքի արքայություն։ Եվ երանի պիտի տանք Աստված, որ մեզ օգնի, որ մեզ էլ բարձրացնի, որ ճանաչենք այդ բոլոր սրբերին մոտիկից, որ տեսնենք, խոնարհվենք, Աստծուն երկրպագենք, ինչքան երանելի վիճակ կլինի, չէ՞։ Հետո չորրորդը, որ պահպանենք համբերությունն ու հոգու խաղաղությունը, եթե հնազանդության գործում հանդիպում ենք դժվարին եւ խորշելի իրավիճակների անգամ, կամ մինչև իսկ անարդարությունների։ Այս ամբողջ աշխարհը տեղով անարդարությունների ու այդ խորշելի, գարշելի պահվածքներն ա որ կա, պետք է մեր հոգու խաղաղությունը պահպանենք, չպետք է բորբոքվենք։ Երբ որ լուրեր են լսում, շատերը հենց մեր ընտանիքներում է, այս աշխարհի անարդարությունները, սկսում են բորբոքվել ու այդ իրենց խաղաղությունը կորցնում են։ Բայց ի Քրիստոս պետք է այդ խաղաղությունը մեր լինի,
Դի կարողանանք խաղաղ լինենք ու չբորբոքվենք ոչ մի անարդարությունից էլ, ոչ մի գարշելի արարքներից էլ, ասում ենք Տերը հանդիման է իրաց։ Դեզը մեզ պատվիրան է տվել անձերիս, որ մենք մեր անձերի միշտ քայլենք, իր արդարությունը գործենք։ Այդ լուրերը լսելը միշտ բոլորին տանում շեղում է։ Ու իրանց խաղաղություններն էլ են կորցնում, առողջությունն էլ հետո։ Բայց դա չի նշանակում, որ անտարբեր ենք, ընդհակառակը աղոթք ենք անում, խաղաղությամբ Քրիստոսից ենք խնդրում, Սուրբ Երրորդությունից, աղոթքներով, միշտ աղոթքների մեջ լինելով, որ անարդարությունները Տերը հարթի, որտեղ այդ բարձր սարերը հնազանդվելու են, ձորերն բարձրանալու են։ 5. Խոնարհասիրտ խոստովանությամբ մեր խոստովանահորը, եթե վանականներ են վանահորը, հայտնենք չար մեր մտքերը, որոնք ծնվում են մեր սրտերում կամ այն գործերը, որոնք կատարել ենք ծածուկ։ Ճիշտ է, մեղքերի խոստովանության կարգեր կա, դրա համար ընդհանրական այդ անվանումներն էլ կա, որտեղ կան մեղքեր, ծածուկ այդ մեղքերը, որ չես էլ կարող նկարագրես։ Եվ դրա համար ընդհանրական անուններ կա դրանց համար, բղծությունը, հեսա, հենա, մյուսը։ Եվ 6. Նաև որ քրիստոնյան իրեն երջանիկ է զգում, նաև ամենավատթար իրավիճակում, և ինչ գործ էլ իրեն հանձնեն, նա իրեն վատ ու անարժան մշակ է համարում։ Քրիստոնյայի այդ վիճակն է, որ միշտ իրան համարվում է ամենավատը, բոլորին նայում է, որ իրենից լավ է, դրա համար ինչ հանձնարարում են, սիրով ընդունում են ու կատարում են։ Նամանավանդ վանականներում վանահայրը, երբ որ հանձնարարում է վանականին, էլ չպետք է քնի, որ սա ճիշտ ասած սխալ է, ինքը սիրով հոժարությամբ կատարում է այդ գործը։ Եվ 7. Որ իմանում ենք, որ բոլորից ամենափոքրն ենք, որ և ու ամենավատը, ոչ թե լոկ խոսքերով, այլ սրտի խորը համոզմամբ։ Էլի հայրերից գրում էին, որ երբ որ կհասկանաս, որ դու ամենավատն ես, բոլորին տակից ունես, այսինքն խոնար վիճակում լինես, դու նոր ես կանգնում քրիստոնեության ճանապարհին։ Դե տեսեք, եթե միայն այս տողը նայում ենք, ասենց նայենք եկեղեցիներով, հավատացյալներով, կտեսնենք, որ քրիստոնյա գրեթե չկա։ Ինքան բարդ է քրիստոնյա այդ կոչումը ձեռք բերել։ Մեզ ցածրացնելով պետք է, որ Աստված մեզ հետ բարձրացնի։ 8. Որ անենք միայն այն, ինչ մեզ հանձնարարվում է, ընդհանուր կանոնի, թե եկեղեցու, թե վանքերի, թե քրիստոնեության ընդհանուր առումով, ինչ հանձնարարում են, անում ենք դա։ Եվ հետո 9-րդը զսպենք մեր լեզուն, ամենակարևորներից նաև մեկն է։ Եվ հասնելով լռությանը, խոսենք միայն այն ժամանակ, երբ ինչ-որ հարց են մեզ տալիս։ Երբ որ հարց են ուղղում մեզ, հոգևոր կերակուր տալու համար, այդ ժամանակ խոսում ենք, բայց մեջ չընկնենք, ընկնենք առաջ և սկսենք հա շատախոսել։ Որովհետև էլի որ 10-րդը, որ այլևս հակված կամ պատրաստական չենք լինում ծիծաղին, որովհետև գրված է,
անմիտ է ծիծաղելով բարձրացնում է ձայնը սիրակի իմաստության մեջ քրիստոնյան թեթև ժպտում է շատ թեթև երբ որ նես բարձր սկսում ենք հրռա ծիծաղել բան արդեն դուրս ենք եկել սահմաններից պետք է հետ գանք էլի նորից 11-րդը որ երբ խոսում ենք արտասանենք շատ սակավաթիվ բառեր էլի եւ իմաստալի խոսքեր մեղ առանց քմծիծաղի խոնարհության եւ լրջության առանց ձայնի պորտկումների էլի խոսելու մասին է լեզվի որովհետեւ լեզուն շատ է մեղանչում օծի թույնի պես է կարող թունավորենք դիմացինին լեզվով մի վատ բան ասելով վիրավորենք եւ դրա համար Հակոբոս Առաքյալն էր ասում ով զսպի լեզուն կատարյալ մարդ կլինի լեզվից շատ բան է կախված եւ 12-րդը որ մեր սրտում խոնար մնալով մարմնով իսկ դառնում է խոնարհության նշան իրեն տեսնողների համար այսի արդեն բարձր ամենաբարձրն է գալիս որ երբ որ մարդ Աստված օգնի մեր սրտերը խոնարհանան անգամ մեր մարմնով օրինակ ենք ծառայում դիմացիններին խոնարհության որը նաև մտցնում է մեզ հենց Աստծո սիրո մեջ օրինակագատնակետը հենց Աստծո սերն է եւ այս 12 խոնարհության առաքինություններով մեզ այդ դժոխքի հատակից եթե աշխատենք մեր վրա Իսկ երբ ցանկություն ունենում ենք, ցանկությունների համար սեր պետք է ունենանք, որտեղ սիրով պետք է անենք, Աստված օգնում է դրանք անել։ Եվ քիչ-քիչ բոլորի մեջ երթով անցնում ես, որպեսզի հատակից բարձրացնի վերև, որպեսզի հարություն առնենք եւ համբառնանք հար մեր Տեր եւ Հայր։ Երանիթ։ Հիմա ուզում եմ նորից մի փոքր անցած բանից խոսել, հիշում եք խոսեցինք ձկների, որ ձուկ էին բերնում առաքյալները 7 առաքյալ, որ լուսաբացին Տերը մոտեցավ լողափին, որ ասեց գցեք աջ կողմը ու բռնեցին բազմաթիվ ձկներ, 153 թիվ է նշում ու մեծ ձկներ։ Ինքան հետաքրքիր է, սիրով բացատրում է էլի Եղիշե վարդապետը, որ ինչու մեծ ձկներ, նախ 150-ը բաժանեց 50 մասերի եւ 3 առանձին, սիրով բացատրում է դա որն է, եւ մեծ ձկները ասում է, որովհետեւ կյանքի կերակուրը ջրից հանվում, մեծ կերակուրը տալիս իրանց առաքյալներին, բայց ինքը, որ պետքա դառնային մարդկանց որսորդներ, որ դարձան հետագայում, իսկ Քրիստոսը եկավ ընտրեց ամենափոքրերին, եկավ ընտրեց ամենափոքրերին, ամենաաղքատներին, ամենատգետներին, անգետներին, որոնք ձկնորսներն էին։ Իրանք շատ աղքատ էին, իմաստություն չունեին, սովորած չէին, ամենանվաստացածներին, ամենահիմարներին աշխարհի առումով, որտեղ էլի Սուրբ Գիրքն ասում է աշխարհի Աստծո հիմարը ավելի իմաստուն է, քան թե աշխարհի իմաստունը, եւ Աստծո աղքատը ավելի հարուստ է նաեւ, քան թե աշխարհի հարուստը, եւ այդ ամենափոքրերին վերցրեց ինքը, վերցրեց ու դարձրեց ամենաուսյալ, ամենահարուստ, որտեղ Աստծով էին հարուստ, այնպիսի շնորհներ լցրեց, այս ամբողջ 12 առաքինությունները լցվեցին բոլորով, դարձան ամենահարուստները այս երկրագնդի վրա ու սկսեցին բաժանել,
ժողովուրդներին, որ այդ 50-50-50-ը ամբողջ աշխարհն է խորհրդանշում իր ազգերով եւ երեքն էլ սուրբ երրորդության խորհուրդը բաժանում տալիս է։ Եվ որովհետեւ անգետ են, գիտենք, Պետրոս առաքյալը եւ այդ մնացած ձկնորսները, Հովհաննեսը, մյուսը։ Եվ Աստված այդ որ Աստծո հիմարն էին, աշխարհի առաջ հիմար էին, Աստված վերցրեց դարձրեց ամենաիմաստունները, որ ամաչեն աշխարհի իմաստունները։ Այդ ամենաաղքատներին վերցրեց դարձրեց ամենահարուստները, որ ամաչեն աշխարհի հարուստները։ Եվ ցավ սրտի միջև հիմա ոչ էլ ամաչում են։ Որտեւ հարուստը միշտ ձգտում է այդ հարստությանը աշխարհի, գիտությունը ձգտում է իր գիտությանը, որտեղ գիտնականների մեծ մասը էլի իրանց անվան հետ կարճված, որ երևելի մի բան է, որ գիտություններ են ստեղծում ու իրանց անունն է տարածվում, բայց էլ չեն ասում, որ այդ ամբողջ հանճարն ու գիտությունն է Աստծուց է տրվում։ Եվ դրա համար շատ-շատերը հավատքի չեն։ Հիշում եք Քրիստոս որ ասեց շնորհակալ եմ Հայր, որ գիտուներից ծածկեց իր այս բանը, տվեց իր մանուկներին, որտեղ ով իրեն գիտունի տեղ է դնում, արդեն համարում է կայացած գիտուն այս աշխարհում, ծածկված է հոգևոր հարստությունը իրենից։ Եվ էլի շատ գիտուններ իրանց մահվան վերջում, երբ որ արդեն մահիճին են հասնում, նոր դարձի գալիս։ Բայց լավ կլիներ, որ շուտ դարձի գային։ Կային նաև հավատքով գիտնականներ, փիլիսոփաներ, ոնց Աստված բացեց, որտեղ տեսել էր նրանց մեջի արդարությունն ու մաքրությունը, այդ ծածուկ խոնարհ սիրտը։ Նաև նույնը մնացած բոլոր ասպարեզներում է, թե մշակույթի, թե երաժշտության, թե նկարչության, բոլոր բաների մեջ։ Եվ ի վերջո ցանկացած մշակույթ, լինի արվեստ, լինի գիտություն, լինի երաժշտություն, լինի նկարչություն, եթե Տիրոջ անունը չի փառաբանում, դառնում է դիվային մշակույթ։ Աստված թող մեզ, որ հատակի մեջ ընկած գլորված ենք, ոչ միայն անհատապես, նաև ազգովի, մեր երկիրը, որտեղ աշխարհի համար լույս ծագեց մարդ տաճարը Էջմիածնից, Քրիստոս լուսավորեց, որ լուսավորվեն ամբողջը, ես ուզում եմ մի քիչ դեռ ժամանակ չկա, լավ, խոսել ես մեր վիճակի մասին, Աստված թող զորացնի մեզ, այս առաքինություններով այնքան խոնարհացնի, որ խոնարհաբար անգամ բարև տալուց իրար, խոնարհաբար ենք բարև տալիս, որպեսզի բարձրացնի, արժանացնի հարությանը և նաև համբարձմանը։ Քրիստոս հայրիավ է մեղելոց և համբարձավ փառուկար Հայր, որ միալ է հարությունը և համբարձում է Քրիստոսի ամեն